Գանք մեր բանին, հա, երևի թե մեր կոռուպցիոն թեմային, հատկապես Տիգրան Ավինյանին, որին ուզում են ոնց որ թայնանամ անել։ Այս Տիգրան Ավինյանի հետ կապված, տեսեք ինչ է, այստեղ կարևոր է մի հատ հասկանալ ինչ են սրանք անում։ Ամեն անգամ հայտնվում է, հերթական անգամ վստահ եմ շատերը տեսել եք, հայտնվել է Անիֆի մասին հերթական մի նյութ, որտեղ էլի տենց ֆինանսական մի խոսքով Էսյանենյան բաները, եւ անդադ հայտնվում է, եւ նաեւ ես գիտեմ, որ այդ բոլոր հիմնարկներում, որոնք Անիֆի հետ փոխկապակցված ինչ որ գործարքներ են արել, այդտեղ, չգիտեմ, ստուգումներ ա գնում, ինչ որ եւ այլն, եւ ես վստահ եմ, որ ստեղ ինչա կատարվում, են որ հատուկ տենց բան կա, չէ, խոզեր կա, որ բթսնում են, միջև նոր տարի պորտ։ Հա, բթսնում են հատուկ ինչ որ կերեր են տալիս, որ ճիշտ շերտավորումը լինի յուղի մսի, որ հետո մորթեն։ Ինձ այս մարինադ տենց վիճակ էլի, մարինացման process-ը հիշացնում Ավինյանի, ես կարծում եմ Ավինյանին տենց թոթոլ են սարքում, որպիսի ընտրությունների բերան մորթեն, ճակերտավոր մորթեն։ Ու քաղաքական առումով մորթեն, էլի, ոչ թե։ Շատ նման է դրան, որովհետև տեսեք, արդեն ազատությունն ա մտել են, միջև այդ հետք այդքան գրում էր։ Իշխանական այդ բոլոր լծակները ոչ մի ձև չեն պաշտպանում, այսինքն այս Ավինյանին հիմա ուզում են բոբո սարքեն, իդեպ սրա հետ զուգահեռ գնում են նյութեր, որ այո, ուրեմն ինքն է ստեղծում գեներացնում այդ նյութերը, Նիկոլա, այսինքն այս վերջերս տեսակ նյութեր, որտեղ ինքը բացահայտում է իր համար, որ կան մարդիկ, որոնք մի դրամով առնում են ինչ որ հողատարածք, մի դրամ նկատում քառակուսի մետրը մի դրամ եւ $500 երկրորդական շուկայում ծախում, ու ինքը ապշել է դրանից, 7 տարի է մարդը երկրի ղեկին է, ինքը ապշել է դրանից, ոնց որ իր հետ չեն էլի փայեղը։ Ու դուք գիտեք, որ նիկոլականների այդ, չգիտեմ, 10%-ը, քանի տոկոսա որ կան, իրանց մեծ մասը թիմից դժգոհ ամեն դեպքում, բայց իրանք համար կուրքն է իրանց, չէ, Նիկոլ, այդ փնթի ոչնչությունը իրանց համար տենց Հիսուսնա երկրի վրա, հա, ու ինքը ամեն ինչում անմեղ է, այսինքն իրանք ինչ են ասում են Նիկոլը սլավնա, Նիկոլից ցավը տանը, մենա Սյունիքում միկին, եթե չգիտեմ, պաստանովկա չէր, եթե ասում էր, բա քոպես ղեկավար կա, ու այս տեսակ մարդիկ այդ գիտություն ասեմ, ես չգիտեմ ինչ ասեմ այդ մարդկանց մի խոսքով, այդ մարդիկ համարում են, որ այո թիմը վատնա, ինչ լինում, ասում ես օրինակ նայ, ես այսքան փողակերեսի են արած, բա հա դե խիղճ մարդուն խափում են, ախր շատ ազնիվ է Նիկոլս, բան, ու Նիկոլն էլ է բնականաբար դրա վրա հիմա ստավկա դնում, իր միակ հույսն է դա։ Ինքը ուզում է ցույց տա, որ ինքը տեղյակ չի, որով ինչ անում է առանց իր տեղեկացվածության է դա անում, ինքը ոչ գողանում է, ոչ ուտում է եւ այլն, եւ իրան պետք են լինելու խոշոր кейսեր։ Ինքը արդեն այսօր ներկայացրեց, որ այո, մարդիկ պարզվեց ինչ որ տենց կոռուպցիոն բաների մեջ են բռնել, բացահայտել, նստեցնել եւ այլն, եւ քանի գնում է դեպի ընտրություններ, այնքան պետք է լինելու ինչ որ սակրալնի տենց ժերտվաներ, հա, եւ ես վստահ եմ մեկը լինելու Ավինյանը, որովհետեւ արդեն կոռուպցիայի սինոնիմ է դարել այդ տղեն։ Ամեն օր նոր բան կա։ Հա, մեր համար դա պարզ ասեմ, հա, նենց չի որ ինչ որ տենց մեծ ուրախության առիթ է, նկատի ունեմ ընդդիմության, ինչի։ Որովհետև բնականաբար մեզ Ավինյան вообще հետաքրքիր չի։ Ակնհայտ է, չէ՞ որ գլխավոր չարիքը դա Նիկոլն է։ Եվ եթե իրան հաջողվի մեղքը բարթել տարբեր տեսակ Ավինյանների վրա, դա գլոբալ առումով մենակ իրան է օգուտ։ Այսինքն ինձ թվում է բոլոր ողջամիտ մարդիկ պետքա նկատի ունեմ քարոզչական դաշտում գործող։ Պետքա ոչ թե խորանան թե Ավինյանն է, Նեմապալյանի պապան ոսկու եսի ինչ, նրա հերը, այդ սաղ կայֆ է, պետքա ասվի, որովհետև սրանք չտես բաներ են, ու ամենտեղ ինչ կարում գրփում են, որովհետև գիտեն, որ պրծնելու է այդ լափամանը կտրվելու է, լափի այդ շլանգը պոկվելու է։ Բայց պետքա անմիջական աֆիլիացիան միշտ տրվի Նիկոլի հետ, որովհետև եթե Նիկոլը կարացավ համուզի մարդկանց, որ դե գիտեք ես տեղյակ չի, դե ես էլ գիտեք էլի ձեր պես մարդ եմ, չեմ կարա շատ են սրանք, հավատացել եմ ես էլ, ոնց են, պատրաստվող ասում էր, հավատացի գշպետ ես, ասեց այն, ասեց, ոչ մեկ չի ասում, ընկեր արա դու էր գլխավոր հրամանատարը, եթե քեզ խափել են, ով է մեղավոր, հիմին ինեսի արա, իրա վրից սենց Պադոշավարի գցում, ու պրիտոմ Ավինյանի վրա թեմաները շատ են մեծանում, ու ես բացառում եմ, որ սա առանց Նիկոլի տեղեկության լինի։ Հաստատ։ Որտեվ չի կարա օրինակի համար Կասկադի տարածքը լանջերով նվիրվի ինչ-որ մեկին, դուք հասկանում եք, չէ՞, ինչ շինարարության մասին է խոսքը։ Չի կարա ախպեր, պրոստը չի կարա Կասկադի տարածքը նվիրեն այդ լանջերով ինչ-որ մեկին, որը ըստ գլխավոր հատակագծի պետքա լինի կանաչապատ տարածք։ Ու դրանից տեղյակ չլինի Նիկոլը։ Չի կարա, մի վաղ ինչ է ալնելու։ Վա գալու է նոր իշխանություն, սրանց ասի լմետ բերեք է, ասելու են ապե ԱՊԶ-ն տված է։ Նոր իշխանությունն ասելու է դե նախկինների օրոք տված է։ Այսինքն ստեղ տեղի է ունենում, բառից բուն իմաստով խուլիգանություն Երևանի ու Հայաստանի նկատմամբ։ Չի կարա ծառերը կտրելու Ավինյանի հորից
այդ ծառերը գնելու են տեղեկությունը մամուլում որ կար, ըլնի առանց Նիկոլի իմանալու։ Այսինքն Ավինեն այդքան ապուշ չի կարծում եմ, որ այդ ամեն ինչը անի տենց։ Եվ մենք հերթական բանի ժամանակ գալիս ենք կանգնում ենք մի հոլդինգի վրա, որը ըստ էության ամենաանհասկանալի ու իմ կարծիքով առերևույթ կոռուպցիոն տարեր պարունակող բազմաթիվ Նարեկ Նալբանդյանին ուրիշ տեսակն է այստեղ են։ Այս հոլդինգը ոչ թե այստեղ են, այլ այս հոլդինգը։ Այդ տղու մասին բան չկա ասելու, հա, Գրիգորի մասին, որտեվ ես նախ չեմ ճանաչում, բայց ով էլ պատմում, ասում են խոնխայելքը գլխին տղա է։ Բայց ինչա պարզվում, GTB հոլդինգը Երևանում ստանում է տարածք, իբր կասկադը բարեկարգելու այդ, այն պուճուր կտորը կասկադի են վերևի, սարքելու դիմաց, այս մարդկանց GTB հոլդինգին տալիս են կասկադի կողքի լանջերը կանաչապատ հատվածը 3, 4, 5 անգամ ավել տարածք շենքեր սարքելու համար։ Այսինքն այս մարդիկ փաստացի ստանում են թույլտվություն Տիգրան Ավինյանից ուղակի Երևանի տարածքում ոչ թե կասկադը ավարտելու, այլ շենքեր սարքելու համար։ Ու շենքեր սարքում են որ տարածքում, որը փաստացի կենտրոնի տարածք է համարվում։ Այ մարդ նայում ենք հետքը գրել է, լավ մանրամասն գրել է հետքը այս ամեն ինչի մասին։ Արա մտնում ենք, մեզ միջև էտել էին ասում, որ այդ GTB հոլդինգի հետ ուղիղ կապ ունի Շիշբռնողի աղբերը, հա։ Հայկ ինչան էր։ Նայիրի Սարգսյան։ Հա, Հայկ Սարգսյանի աղբեր Նայիրի Սարգսյանը։ Հա, որը որ ուղիղ բան ունի։ Մենք կարանք նույնիսկ ցույց ցույց տանք, screenshot-ը, որ այո։ այո, ինքը փաստորեն այս Նայիրի Սարգսյանն է, դե գիտեք։ Տեղակալն է այս հոլդինգի։ Այսինքն այս CEO-ի մարդը տեղակալը, գլխավոր տնօրենի տեղակալը։ Այո, այս մարդը փայ է հանդիսանում այն տարածքին, այն կազմակերպությանը, որը GTB հոլդինգը անունը ստացել է թույլտվություն կասկադի կողքը եկա մեծ տես նոր թաղամաս կառուցելու փաստացի ըստ հետքի տվյալների։ Այսինքն ստեղ ի՞նչ է տեղի ունենում։ Եթե ստեղ շահերի բախում չկա, եթե սա բացահայտ կոռուպցիա չի, ինչ գործ ունի Շիշբռնողի աղբոր կազմակերպությունը, փաստացի տենց է դուրս գալիս։ Հա, մեկը Շիշբռնողի աղբերն է, որը ունի իշխանական ուղիղ լծակ, որի մասին սաղս գիտենք, հա։ Մյուսը Արամ Սարգսյանի եղբոր Փեսան է, որը ունի Երևանի ավականում կոալիցված բան ավականի։ Այսինքն ինչ նշանակում իրանց տալիս են թույլտվություններ Երևանը ապականելու համար, սեփական շահերով բիզնես անելու համար, կասկադը իբր սարքելու նպատակով։ Իդեպ այս GTB հոլդինգի 50% բաժնետերն հնդիկ աղբեր։ Հնդիկ Ամերիկայում ապրող հնդիկ մտնում ես այդ անտեր պետրեգիստրը, նայում ես, տենում ես աղբեր, որ մեզ սև հնդիկ է, ունենք դրա նկարը այդ մեր երկրում բան շենք շինություններ գցող այդ ահռելի տարածքը նվեր ստացած կազմակերպության 50%-ի փայատերը։ Հիմա ստե ի՞նչ է դուրս գալիս։ Կամ Շիշբռնողը 50-50 է մտել այս տղու հետ, այստեղ են օգտվում է իր չափով, Շիշբռնողն էլ մեզ նվեր, Ավինյանն էլ դե կտա էլի աղբեր։ Կամ երկրորդ տարբերակը բան են արել աղբեր ջան, իրականում օքեյ է այս տղեն, այս իշխանությունների հետ պոլնի, այդ GTB հոլդինգի 50% բաժնետերը, Գրիգոր, ինչան էր տղու ազգանունը։ Ինչան էր տղու ազգանունը։ Որը Գրիգոր Տեր Ղազարյան։ Հա, ինչան, հա։ Գրիգոր Տեր Ղազարյան, հա։ Կամ էլ աղբեր ջան, ստեղ բացահայտ կոռուպցիոն սխեմա է աշխատում, այս իշխանությունները իրանց մեջ ունեցվածքի վերաբաշխում են անում ու այդ ճանապարհով, շենքեր սարքելու ճանապարհով մեծ փողեր են լվում աղբեր։ Չկա 4-րդ տարբերակ չկա։ Կամ կոպիտ ասած զորով փայա մտե Շիշբռնողի աղբերը Շիշբռնողի հետ միասին, որտեղ են տենում ենք բաց աղբյուրներից, որ այս մարդը փոխտնօրեն է ճակերտավոր, փաստացի ավելի շուտ։ Կամ աղբեր ջան, այս հոլդինգը ուղիղ օքեյ ելնելով սրանց այդ աշխատում է այդ բանի վրա, իրանք էլ այնտեղ ավականիում փայեր, ասեք չեմ կարծում մի հատ ուրիշ մարդ, որը ավելի լավ կսարքեր, գնար դիմեր իրան այդ կտային։ Քիչա կասկադը կտային։ Մի հատ է կտային են կողի լանջերը, որ պիտի հաստատակագծի լինի կանաչ տարածք։ Կամ է երրորդ տարբերակը, որը արդեն ասացինք, աղբեր ջան։ Էդգար Ղազարյան մեզ մեկնաբանություններում հուշում է, ասում է, ես հիշում եմ այդ դեպքը, ամեն դեպքում ձեզ էլ հիշեցնեմ, Նայիրի Սարգսյանը պատերազմի վերջին օրերին, նոյեմբերի 6-7 ընկած հատվածում ստացել է մի քանի միլիոն դոլար կանխիկ գումար, որի ճակատագիրը մինչ օրս հայտնի չէ։ Այդ որ ասում էին կհիշես, որ ասում էին բանից է, բյուջեից կանխիկացրել են եզակի դեպքեր էլի, բյուջեից անայի ու հետո ինչ որ ասում էին գաղտնիքա թե ինչի համար է վերցրել, թե չեմ սխալվում, Էդգար տենց ինչ որ բաներ, ասում են ինչ որ բաներ պիտի առներ արա գաղտնիքեր եւ այլն, այո, այսինքն դեսի մարդ հա, որը այնքան մտերիմ է Նիկոլին, որ մի քանի միլիոն դոլար
փողը կանխիկացնում պետական բյուջեի կամ չգիտեմ ինչ այդտեղ հիմնադրամից, մի հոտ պետական փողերը կանխիկ մի քանի միլիոն դոլար գնում վերցնում է պատերազմի վերջին օրերին։ Հիմա եթե այդ մարդը, որը դուրս է գալիս այդ պաշտոնից օգնականներ, չէ, Նիկոլի, դուրս է գալիս այդ պաշտոնից գնում է բիզնես, ակնհայտ է, չէ, որ աֆիլիացիան այստեղ մենակ չգիտեմ ով պետք է լինի, որ չհավատա, որ դա Նիկոլի բիզնես շահերի ներկայացուցիչն է դառնում, ու այս ընկերության մեջ զբաղեցնում է բարձրաստիճան պաշտոն։ Միևնույն ժամանակ այդտեղ է գտնվում Արամ Սարգսյանի եղբոր Փեսան, Արամ Սարգսյանը կոալիցիա կազմել կազմում եւ Ավինյանին դարձրել են քաղաքապետ, որտեղ ընդդիմությունը իրար գլուխ չկարացավ գա, հիշեցնեմ Ավինյանը պարտվել էր, հա, եւ մենակ չգիտեմ ինչ տիպի մարդ պիտի լինի, չգիտեմ, նաիվ, որ հավատա, որ սա կարա չպարունակի ակնհայտ կոռուպցիոն Այդ հնդիկն ու Գրիգորն են, հնդիկի ու Գրիգորի աշխատանքի արդյունք։ Հետո ստեղ հարցը նաև այնա, որ շատ ակտիվ այս ընկերությունը գովազդի պատվիրատու է հանդիսանում, այստեղ մեզ նաև հուշում են, ես չեմ ուզում ասեմ։ Մենք չենք ուզում ասենք, երևում է, ում ռեկլամից ինչ հարցերն է, որ իրանք փորձում են նաև ինչ որ գուցե, ես չգիտեմ, տարբեր ազդեցության գոտիներ ստեղծել տարբեր հարթակներում Եվ սա վտանգավոր է բնականաբար, որտեղ գործատուն նաև պահանջում է ու թելադրում է տարատեսակ բաներ։ Այստեղ հարցեր կա մի խոսքով եւ ամեն դեպքում պետք է հստակ հասկանալ, հետեւել սրանց, այդ ես չգիտեմ, իրանք երևի լավատես են, մտածում են, որ իրանք այնքան են լինելու, որ այդ կասկադը բան այդ ամբողջը մարսելու են։ Ինձ ասում են, որ այդ հնդիկի մասով ինչ որ կարող է բան լինի, ասեմ դες հնդիկի ազգությունը պրոստը ազգության մասն է, հնդիկը իսկական հնդիկերն են, որ ուզում են ինչ որ պիտակ ունենք, էլի, կոպիտ ասած, հա, էլի, լավա որ հնդիկ է։ Համի չդիմի ասենք Գրիգորը, ասենք, բան հայտարարություն տա ասի իմ պարտների նկատմամբ անհանդուրժ հնդիկների հանդեպ ոչ մի բան չկա, պրոստը փաստն ենք ֆիքսում, որ այդ մարդը հնդիկ է, որը անհասկանալի է, ոնց, էլի, ասենք ես կարծում եմ, լավ, ասեմ սենց, պաստավնոյ լիցոյա, պրոստը, իմ կարծիքով դա կարող է սխալ, դա պաստավնոյ լիցոյա։